հատնտիր, քաղցր, նուրբ, փափուկ կանաչ ոլոր բոնձյուելից։ Կարելի է օգտագործել եւ աղցանների մեջ, եւ որպես խավարտ կամ ուղղակի տարան բացել եւ գթալով սկսել ուտել։ Այս 1 տարա կանաչ ոլորը պարունակում է այնքան կարևոր էլեմենտներ մեր օրգանիզմի համար։ Այսօր միասին պատրաստում ենք կարմիր սոխով, կանաչ ոլորով եւ կաթնաշորային պանրով մի հետաքրքիր պաստայի սոուս։ Առհասարակ պաստա կարելի է ուտել ամեն օր, որովհետև պաստայի բազմազանությունը եւ բազմատեսակ սոուսները մեզ թույլ են տալիս ունենալ ամեն օր մի նոր ուտեստ։ Այժմ եռացող ջրի մեջ լցում ենք ռիգատե պաստան խաշվելու եւ միաժամանակ սկսում ենք ձիթապտղի ձեթի մեջ տապակել կարմիր սոխը։ Մեր թավային, որտեղ արդեն կարմիր սոխը տապակվում էր, ավելացրեցինք լիմոնի կեղև կերած եւ հիմա ավելացրեցինք կաթնաշորային պանիր, եթե ունեք ուղակի կաթնաշոր կամ սերուցքային պանիր, միևնույն է կարող եք օգտագործել։ Կանաչ ոլորը պարունակում է երկաթ, կալիում, ֆոսֆոր, ցինկ, վիտամիններից B1, B2, B6։ Մեր կանաչ ոլորով պաստան արդեն պատրաստ է, օգտագործեցինք վերջում մենտայի տերևներ, պարմեզան պանիր, բաղադրատոմսը շատ հեշտ էր, մի քիչ կարմիր սող, մի քիչ սերուցքային կաթնաշորային պանիր, պաստա եւ բոնձյուելի շատ համեղ կանաչ ոլոր, ինձ բարեխորժակ։